Անհետ կորածների հարազատները մամուլից են իմացել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովները երկրորդ հանդիպումն են անցկացրել։ Արդեն երկրորդ հանդիպումն է սա, եւ հանդիպման ժամանակ քննարկվել է անհետ կորածների ճակատագիրը, հնարավոր որոնական աշխատանքներ, նմանատիպ բնույթի, նաեւ նախնական պայմանություն արձակվել, որպեսզի այդ աշխատանքները շարունակվեն կլինեն։ Հայ-ադրբեջանական հանդիպման մասին այսօր առավոտյան տեղեկացրեց Ազգային անվտանգության ծառայությունը առանց հստակեցնելու օրն ու վայրը։ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, որ նաեւ այս հանձնաժողովի նախագահն է, դրական է գնահատում հանդիպումը։ Նա օրվա վերջում խորհրդարանում լրագրողներին ասաց, անդրադարձել են հակամարտության ընթացքում անհետ կորած անձանց ճակատագրի հստակեցման, տեղեկատվության փոխանակման հարցերին, ինչպես նաեւ որոնողական աշխատանքների կազմակերպման եւ համակարգման հնարավորություններին։ Հայտնեց նաեւ, որ կա նախնական պայմանավորվածություն համատեղ որոնողական աշխատանքներ սկսել, երբ հակագծերը չբացեց։ Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի վերաբերյալ էլ ասաց. Հիմա ես չեմ կարող ասել արդյունք ունենանք վաղվա 5 օր հետո, թե մի ամիս հետո, թե մի տարի հետո, բայց արդյունք ունենալու ուղղությամբ համոզված եմ, որ մեր կողմից ամեն ինչ արվում է։ 44-օրյա պատերազմում կորած որդիների մասին լուրջ ունեցող ծնողներն ասում են, իրենք էլ են ուզում մասնակցել այս հանդիպումներին, հարցեր տալ ադրբեջանական կողմին։ Արմեն Մելքոնյանը որդու ԴՆԹ հետազոտության պատասխանը ստանալուց հետո հուղարկավորություն է արել, բայց դեռ հույս ունի, որ պատասխանը սխալ է, իսկ որդին Ադրբեջանում։ Նրա պես էլի ծնողներ կան, որոնց չեն համոզում գենետիկ հետազոտությունները։ Մեծ հաճույքով կուզենք հանդիպենք, բա մենք էլ մեր հարցեր ունենք տալու։ Ուղղված է մեր երեխեքի մասին, անհետ կորածների մասին։ Իմանանք ուր են այդ երեխեքը, մեր երեխեքին թոտան։ Հայ եւ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաներից կազմված հանձնաժողովների առաջին հանդիպումը փետրվարին էր սահմանին։ Կողմերն այն ժամանակ դարձյալ մանրամասներ չէին հայտնել, միայն նշել էին, որ համաձայնել են շարունակել քննարկումները։ Մենք հանդիպում ենք, ամեն անգամ ասում ենք, նրանք ասում են զբաղվում ենք, մենք գիտենք տեղը, զոհվածների տեղը մենք գիտենք։ Սամարա Գրիգորյանը որդուն սպասում է արդեն 33 տարի։ Վրեժն անհետ կորել է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ Շրջափակման մեջ է հայտնվել Արցախում։ Ու միացավ Արաբուջոկատին ու ճակատագիրը այդպես դաժան գտնվեց 20 տարեկանում միջև։ Դա 1992 թվականի հունիսի 29-ն էր, որտեղ 79 տղաներ անհայտ ճակատագրով մնացին։ Հայկական կողմի պաշտոնական տվյալներով Արցախյան երկու պատերազմների հետևանքով անհետ կորած է համարվում շուրջ 1200 մարդ, Ադրբեջանը 4000 թիվն է նշում, մինչդեռ Երևանը այդ տվյալը կասկածի տակ է դնում։ Չնայած երկարուձիգ տարիներին Արցախյան պատերազմների ժամանակ անհետ կորածների հարազատների հույսը չի մարում, 3 տասնամյակ որդուն սրտում ու հիշողության մեջ պահած մայրը հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողովից մի պահանջ ունի՝ ազատել այս տանջող անորոշությունից։ Մենք պայքարել ենք 33 տարի շարունակ, որ գոնե տեղումներ անեն, մեր տղաների դիերը բերեն։ Ես չեմ ասում, իմը կլինի նրան, ես գիտեմ իմ տղասել է իրանց է տեղը։ Եղբայրական գերեզման անենք, մենք հանգստանանք։ Մեր տղաները ճիշտ է, նրանք հուղարկավորել են այդ զոհերին, բայց մենք ինքներս ուզում ենք, որպեսզի հուղարկավորեն եռաբլուրում, բայց այդպես էլ մենք պատասխանը չենք ստանում։ Չենք ստանում, որովհետև ցավը իրանցը չի, ցավը մերն է, մայրն է ազգում այդ ցավը։ Սայլը տեղից չի շարժվում, տարիներ են անցնում։ Մենք չունենք այդ ժամանակը, մեր երեխաները չունեն այդ ժամանակը։ Տարիներ են անցնում։ Ժամանակի կորուստ ենք մենք միշտ ունենում։ Հասկանում եք, ամեն ինչը դանդաղ է առաջ ընթանում։ Տես 90-ականների հետ եք, չէ՞ խոսում նոր։ Այ ես նայում եմ իրենց ու սարսափում եմ, որ մենք էլ չընկնենք իրենց օրը, հասկանում եք։ 44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորի մայրը Արմինե Ներսիսյանը չի ուզում բարձր ասել որդու անունը, որ սահմանից այն կողմ չվնասեն։ 2020 թվականին տղան Հադրութում էր, հոր հետ հեռախոսով խոսելիս ասել է, որ շրջափակման մեջ է, հետո նրա հետ կապը կորել է։ Մեզ շրջափակել են, շատ վատ վիճական, նույնիսկ հայրն ասում է, մոտդ մի հատ կպահես, որ գերի չընկնես, բայց Ուրալները տրաքացնում են, ինքը փրկվում է, ընկերներից մի քանիսը այրվում են մեքենայի մեջ, բայց ինքը ողջ է մնում։ Եթե Ադրբեջանի հետ խաղաղության փաստաթուղթ են կնքելու, գոնե պայմանով կնքեն, նկատում է որդուն սպասող մայրը։ Համաձայնության կան, որ եթե հետ վերադարձնեք գերիներին, այլ պահվող անձանց, այդ ժամանակ նոր տան այդ խաղաղության պայմանագիրը։ Հայտնի է սակայն, որ գերիների մասին կետ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրում չկա, իսկ անհետ կորածների մասին ոչինչ հայտնի չէ։ Գոնե ինչ-որ բանի դիմաց հասկանու եք, մենք միայն տալիս ենք,
բայց ոչինչ դրա դիմաց չենք վերցնում։ Այս երկու մայրերը, մեկը երիտասարդ, մեկն արդեն տարեց, նույն անորոշության մեջ սպասում են պատերազմից չվերադարձած որդիներին։